Հարգելի ակնկալներ, ես այս պահին գտնվում եմ քանդակագործ Արթուր Գևորգյանի արվեստանոցում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երկար սպասված հանդիպումը մեր այսօր կայացրեցինք Արթուր ջան։ Եվ այս պահին ուզում եմ հարց տալ. ինչ է մտածում քանդակագործը։ Որից է մեկը մտավոր գործունեության այս զբաղված Հայաստանում կամ աշխարհի ցանկացած կետում չի կարող իրեն առանձնացնել այն իրականությունից, որը տեղի ունենում աշխարհում կամ իմ մասնավորի իր երկրում։ Եվ ինչքան էլ որ ես այսօր խաղաղված եմ, նստած եմ իմ արվեստանոցում, հաճելի զրույց ունեմ Մագաղատի հիմնադիրի հետ, միևնույն է, ես արդյունքում իմ մեջ ունեմ այն ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում եւ ուզեմ թե չուզեմ այս կամ այն չափ ենթադրվում եմ այն ամեն ինչից ինչ կատարվում է իմ պատուհանից դուրս, այսինքն խոշոր հաշվով իրադարձությունների տարափը, որը տեղի ունեցել վերջին 8 տարվա ընթացքում եւ վերջին 40 տարվա ընթացքում եւ կարելի է ավելի հեռու գնալ վերջին 100 տարվա ընթացքում ենթադրում է, որ Հայաստանում որևիցե մեկը չի կարող դրանից անկախ լինել ու չի կարող չմտածել, թե ինչ է կատարվում այնտեղ պատուհանից դուրս։ Շատ լավ։ Արթուր Գևորգյանի օրը ինչպես է սկսվում։ Արվեստով թե առօրյա հոգսերով։ Ուզի չուզի նույն Գևորգյան Արթուրը 5 զավակների հայր է եւ մեկ թորնու հայր պապիկ է ու օրը սկսվում է թիվ 1, թե որտեղ են կամ ինչ լոկացիայում են Գևորգյանների Գերդաստանի հաջորդ շավերները, այսինքն ծանոթություն լրատվության հետ մեկ բաժակ սուրճով, երկրորդ բաժակ սուրճը պարտադիր ամեն առավոտ խմում եմ, բայց այդ ժամանակ արդեն սկսում եմ թերթել արվեստի հետ կապված նորությունները, թե ինչ կատարվեց են հեռավոր Սոտբիսում, չգիտեմ ընդեղ մի հատ փոքր եվրոպական գյուղում, թե ռուսական, թե վրացական, չգիտեմ, այդ ամբողջը եւ վերջի սուրճի կոմերը պարտադիր ենթադրում են արվեստի հետ կապված, գիտեք ինչն է ուրախացնում, երբ որ այսօր ես 3 արվեստի ստեղծագործություն եմ տեսել, որոնցից ոչ մեկը չի էլ պատկերացնի, որ կա, դա Դեգայի մի նկարն էր, որը չէի տեսել, դա Սուրբ Նիկողայոսի չորեքշաբթի Եվրոպատ օրերը պահեցողությամբ իծն է զբաղվել եւ կաթ չուտելու որմնանկարն էր եվրոպական ինչ-որ վանական հատվածում, աբայությունում եւ էլի մի բան, եւ երբ որ ես նման բաներ եմ գտնում, ուրախանում եմ ու փորձում եմ մի քիչ երկար կանգ առնել զարմանալ է հրաշքի վրա, որովհետև մարդուն տրված ամենա մշակութային և հոգու հետ կապ ունեցող զգացողությունը զարմանքն է։ Մարդկային հանճարը զարմանք պարգևողը է եղել միշտ մարդուն։ Այսինքն մենք, երբ որ նայում ենք արվեստի ստեղծագործություն, ինքը լավն է, երբ որ մենք զարմանում ենք։ Այդ զարմանքի պահը շատ կարևոր է, որի մասին շատ քիչ է խոսվում, որովհետև իհարկե դրա կողքը կա դրա մյուս տարբերակը, շոուները, ակրոբատը թռավ 25 մետրից, բայց անգամ այդտեղ ազնվություն կա այդ զարմանքի պարգևման մեջ եւ խոսքը էլի հանճարեղության մասին է 28 մետրից թռնող ակրոբատը իր ոչ կյանքն է չէ դնում, հա
ինքը կարող է արվեստ չէ, սպորտային է, շոու է, բան, բայց այդտեղ կա անձնազոհությունը։ Իսկ զարմանք պարգևել դիմացինին, դու կարող ես երբ որ անձննվիրաբար, միգուցե ոչ անձնազոհությամբ։ Դրա համար ջանք ես թափում։ Թե պետք է այսօր դրա նաև մյուս տեսակները, որոնց մասին չէ ուզի ես դրուցի ընթացքում հիշատակել անգամ, բայց այդ նկարչի պարգևած զարմանքը, թատրոնի ներկայացման պատկերած և ներկայացված զարմանքը, երաժշտի տված զարմանքը, ամենաթան բաներն են, որոնք մարդը ամբողջ կյանքի ընթացքում չի մոռանում։ Հա, ինքը անդադ հիշում է, ոնց որ ես շատ լավ եմ հիշում, ասենք, հին օրերի երգը ֆիլմի պրեմիերան Գյումրու, կինո Հայաստան, Դահլիճում, որը մեր տնից մի քանի մետր այս կողմ էր։ Ասենք դեռ կանգնած էին մեծերը, հետո իրանց խոսքից հետո ֆիլմը ցուցադրեցին եւ դա զարմանքի ասաման մի հատ շտեմարան էր, չէ՞։ Կամ երբ որ առաջին անգամ լսում էի Սպիվակովին կամ Սվետլանա Նավասարդյանին կամ ջութագահար Յուրի Հայրապետյանին։ Կամ այս կամերը շատ են, հա, փաստորեն 57 տարվա ընթացքում ես անվերջ հակված եմ զարմանալ։ Բայց բարի դրական իմաստով պետք է զարմանալ եւ այդ դրական զարմանքը պետք է փնտրել, որ ապրելու արվեստի մեջ քեզնից բան չպագասի։ Ցավոք մենք զարմանում ենք նաեւ ամենատարբեր մեր արժեքային գծերի խախտման հետ կապված թե ոնց թե, բայց դա զարմանք չէ, դա ավելի շատ հարց է։ Ոնց կարող էինք Արցախը կորցնել։ Սա զարմանք չէ, սա հարց է, սա դիլեմայի մասին է։ Եվ լիքը նմանատիպ բաներ կան, որոնց հետ կապված ասում են մի զարմացի այսօր այս թվերն են։ Չէ, այդտեղ զարմանալու մասին չէ խոսքը, դա հարցադրման եւ հիմնախնդրային հարցադրման մասին է։ Իսկ իմ ասած զարմանքը, օրինակ մի քանի օր առաջ շատ ուշ եմ պարգել քնելու, ես 100 անգամ արևածագը տեսա դիմավորել եմ, լեռներում անգամ, բայց մեր տանը մի երկու անգամ էր եղել ու այդ պահին մեկ էլ երևի տարիքային է նաև տեսնեմ, որ լուսացավ, այգի ու ցայգի այդ անցումը, աչքերոս մի անգամ էլ տեսա, ավելի հասուն տարիքում տեսա, հա, զարմանք է։ Այդտեղ է ծնվում արվեստն հոգևոր մշակութային է։ Արթուր, երբ ես հասկանում, որ քարե կամ կավ արդեն խոսում է քեզ հետ։ Ես հետաքրքիր հարց է ու շատ կարևոր հարց է, որովհետև ստեղծագործողը, երբ որ ստեղծագործում է, ընդհանուրից մասնավոր եւ մասնավորից ընդհանուր գնալու ճանապարհին գալիս է մի պահ, երբ որ ինքս իր աչքերը, իր տեսողությունը ունկալումը սկսում է շաղախվել է։ Ես իրան օֆիցիալ գիտական անուն եմ տվել, ասում եմ ստեղծագործական աստիգմատիզմ է սկսվում արվեստագետի մոտ, հա, ինքը հանգարց ցգնում է դրա հետևից ու մոռանում է նայել անգամ իր աշխատանքը, որովհետև ինքը իր գլխում անգիր գիտի, հա, որ քայլից հետո ուր պետքա գնալ, արդյունքը միգուցե ինչ չէ, հա, ամբողջական չէ հələ իր գլխում, բայց ինքը անընդհատ այդտեղ թաղվելով, տարիներով, երբեմն ամիսներով, մեծ ժամանակ ծախսելով դրա մեջ, հա, քնել արթնանալ, անել, գալիս է մի պահ, երբ որ սկսում է չտեսնել այն ինչ անում է, որովհետև ինքը արդեն դրա մեջ է, դա է իր մեջ, ու այդ ամբողջության մեջ լրջանում է ամեն ինչը այն աշխան, որ տեսնելու պահը գալիս է շատ հետո, այսինքն ես կարող եմ քանդակը անել, պատվերը անել, անգիր իմանալով իր արդյունքների մասին մինչև վերջ։
Ուրեմն ասել չստեղծվի այն տպավորությունը, թե քանդակագործը կույր մտոք է անում իր անելիքը, կամ կույր աչոք է անում իր անելիքը, ինքը ոչ կույր է մտոք, ոչ կույր է աչոք, բայց համապատկերի մեջ տեսնել եւ հասկանալ, որ դա ստացվեց, դա գալիս է հետո։ Դու վստահ ես, որ դա ստացվել է, դու տեղ չես փախնի դրանից, որովհետեւ այն ինչ պետք է ստացվի, ինքը ստացվում է, բայց ամենաթանկ բանը դերևս այն է, որ դու մի անգամ տեսնես ու ինքդ արդեն վայելես քո արածը։ Իմ ողջ պրակտիկայի ընթացքում 3 անգամ է, որ բանը չի ստացվել։ Մի անգամ դա բնորդուի էր, որին ամեն տարի ասում էի նստի պորտետ անեմ ու 3-րդ տարին արդեն Լուսահոգի Արա Հարությունյանը տեսնելով, որ ես 3 տարի անընդհատ նույն պորտետն եմ անում, ասեց բանկա քոնը չի, դիր կողքի Արտուր տղան։ Հա։ Մի անգամ էլ եղավ նման բան, դա առանձին մի օր կպատմեմ, դա իմ ամենահետաքրքիր օրերից մեկն էր եւ 3-րդ անգամը դերևս իմ արած պատվերների մեջ 4 կդորով մի հատ ամբողջ թեմա է, որի մի հատ փոքր կդորը շատ կուզենայի փոխել։ Որովհետեւ որ այդ պրոֆեսիոնալ աստիգմատիզմ ասածը, հա, ես նման բառ եմ հորինել, նկարիչը անընդհատ մեջը մտնելով չի տեսնում։ Ինքը ամեն ինչ գիտի, անգիր գիտի, մտա պատկերում գլխի մեջ ինչ որտեղ ստեղ ինքը կա, բայց մի պահ կա, որ չի տեսնում ինքը, հա։ Այդ տեսնելու, չտեսնելու արանքում վերջում, երբ որ ինքը գնում է բացմանը, ինքը պատկերը չի վայելում։ Իսկ քանի ինքը չի վայելել իր ստեղծածը, իր ձեռքի շարժումը, որ անցել է տեղով, իր մտքի արգասիքը, իր ներդրումը, այդ քանդակը, այդ նկարը ավարտված չէ։ Այդ ավարտի համար այդ վայելքի պահը պետք է գա, բայց դա սովորաբար արվում է այն ժամանակ, երբ որ դու արդեն վերջացրել ես, անցել է ինչ-որ մի ժամանակ ու այցելում ես այդ տարածքը։ Հա։ Եվ նույնը ցանկացած մեկի ստեղծագործության հետ, որը առաջին անգամ եմ տեսնում, անկեղծ պետք է ասեմ, որ շատ կարևոր է թերևս միանգամից գնահատական չտալ։ Օրինակ տարիներով Երևանի եւ Գյումրվա արձանների կողքերով անցնելով ես երբեք չեմ շտապել գնահատել։ Որտեւ հասկացել եմ, որ կամ դա իմն է կբացվի իմ համար եւ ես կհասկանամ։ Ոչ թե կհասկանամ, կընկալեմ, կմարսեմ, իմը կդառնա, կամ չէ։ Ու նույն այդ աստիգմատիզմն է, էլի պրոֆեսիոնալ նկարչական, հա, որը թույլ չի տալիս քեզ, որ դու ամբողջապես դա կլանես, քո պրոֆեսիոնալիզմն է թույլ չի տալիս, որ մի անգամից կլանես։ Արթուր, քո ստեղծած գործերից կա մեկը, որի առանձնահատուկ վերաբերմունք ունես։ Մի քիչ հարցին ուրիշ տեղից նայել է պետք, որովհետև այս թվերին, երբ որ արվեստագետը շատ բան է տեսնում վիզուալ, կա հեռուստացույց, ֆոտոապարատ, այն թվերի համեմատ, երբ որ մի հատ բան անելով ամբողջ ասելիքդ, ամբողջ անելիքդ անում բռնում մեջ չկա։ Իհարկե կան գործեր, որոնք ավելի շատ է սիրում, բայց իրանք էլ իրանց հերթին մեկը չեն ու շարքեր են։ Երբ որ երեխեքին տալիս ես մի հատ բեմադրություն նկարելու, այս օրինակը թերևս կպատասխանի հարցին։ Իրանք վերցնում են բեմադրության սկիզբը, միջակայքը, գնաց, ռասկադրովկա են անում, կներեք ռուսերեն բառի համար, կադրերի են վերածում, չէ։ Արվեստագետի, քանդակագործի արազնել մի շարք է, իր կյանքի շարքն է, հա։ Դու ինչ ես անում տեղ, դու վերցնում ես օրինակ հորովել թեման, օրինակ ջոկոնդա թեման, օրինակ լեն տեքստիլ թաղամաս թեման, օրինակ
շուկա թեման, դեղցուդող աղջիկը, հա մի նգար չէ, մի քանդակ չէ։ Հենց այդ թեման է գավ, նախ այդ թեման, հա, ամենասիրելի թեման է, հա, դրտիչը, ոչ թե ամենասիրելի գործը, ու հենց այդ թեման է գավ, դու մի հատ նկարում ես չես բավարարվում, մի հատ էլ ես անում, քանդակում ես չես բավարարվում, գնում է։ Հետևից գնաս, կգնա ու կգնա, արվեստագետն էլ հետևից գնացողների շարքին է, են որ հանգած մի բան դարավ մեջը ու սկսեց դրա հետևից գնալ։ Մի զարմացել եմ էպոպեա ստեղծողների վրա։ Ինչ իմաստով, այսօր շատերը փորձում են ամենաշատը մի ամսվա ընթացքում մի ողջ պատմական ժամանակահատվածի մասին ասելիք ասել։ Բատերի բանվորի քրդինքը, գյուղացու բահի վրայի ցեխը, բատերի ծորենի հադիգը, չէ, սրանք լրիվ հարցեր են, որոնք էական նշանակություն ունեն այդ նույն մեծ գլոբալ հարցի պատասխանի համար։ Որտեղ սոցիալ մշակութային տեսանկյունից, երբ որ նայում ես նման հարցերի, արվեստագետը պետք է անկեղծ լինի իր հետ։ Եթե դու արարում ես, դու պետք է կարողանաս անհագուրդ լինել։ Որտեղ դու դա կամ ցավից ես անում, ցավի մեջ երկար մնալը լավ բան չէ, կամ ուրախությունից։ Ուրախության մեջ մնալը։ Ուրախության մեջ մնալն էլ, ինչքան էլ ուզում ես մնա, աշխարհի ամենահրաշք բանն է, 5 զավակ ունեմ։ Իրանց ծննդյան օրը ինչքան եմ ուրախացել, այն Աստված գիտե, հա, բայց ես ամեն օր իրանց ծննդյան օրով չէ, որ ուրախանում եմ, ես շարունակում եմ շարքի տեսքով, ռասկադրովկով ուրախանալ իրանց քայլելու, մեծանալու, ավարտելու, մասնագետ դառնալու, կայանալու եւ այլնի մեջ, այսինքն ստեղծագործությունը երեխայի պես բան է։ Մեկը այս թեման է, մեկը այն թեման է, մեկը այս երեխան է, մեկը այն երեխան է, ու իրանց այդ շատ լավ հարցեր է, ուրախությունից եկող այդ հատվածը, հա, երեխայի ծնվելու, մեծանալու, ապրելու մասով, ինչքան ինչով ուրախանալ, երբ ուրախանալ, ժամանակը առաջ է գնում, չէ, նույնը արվեստի մեջ է։ Չես կարող մի հատ Արարատ նկարել, Բաշրջանյանի թվերին 5 հատ նկարեր, լավ, մի հատ նկարել նույնն էր, այսօր Արարատ մեկնաբանելու համար, ես մտադրություն ունեմ, մի ամիս կես առաջ եմ տեսել այն Արարատը, որը ես կուզեի տեսնել ու տպավորված եմ, շարք եմ անելու, չի վերջանալու այդ ուսումնասիրությունը, այդ մտմտալը, այդ բզբզալը, այդ քրդնելը դրա մեջ, ինչի որովհետև ասելիքի իմաստով ամեն ինչ մի օր սկսվում է և վերջանում է հավիտենության մեջ մենակ։ Ու Աստված կտա այդ լավ օրը, որ մի հատ կանգնեմ ու վայելեմ, ոնց որ քիչ առաջ էի ասում, ուրախանամ դրանով, դա էլ ինքը գիտե, դա շատ ցանկալի է, բայց ամենակարևորը, որ դրա համար չէ, որ անում ես։ Հարց ունես, խնդիր ունես, անհանգստություն ունես ու գնում ես, ամենաշատ հարց ստեղծած, ամենաշատ անհանգստություն ստեղծած, խնդիր ստեղծած գործն է ամենալավ գործը, որտեղ դու տեղ քեզ գերազանցելու, իսկ արվեստագետը իրան գերազանցելու համար է, չես նկարում, ինքը մարդ է, չէ, 10 մատ, մի գլուխ, 2 աշկ, մի սիրտ, մի հոգի, դժվարության մեջ ես չէ քեզ գերազանցում, խնդիրների մեջ ես չէ քեզ գերազանցում, մտահոգությունների, ցավերի, ուրախությունների մեջ ես չէ քեզ գերազանցում։ Ինքնաբավ մարդը չի կարող, ինքնաբավությունը այստեղ արվեստագետները երբեք ինքնաբավ չեն, իրանք դրանով տարբերվում են մնացածներից, իրանք անընդհատ փնտրում են, իրանք անկուշտ են ու անհագուրդ են,
Եվ անընդհատ այդ ասածը զարմանալուն ունակ են, հա, կարող են ծաղկի վրա իրականում զարմանա չեմ արդ։ Հարևանը մյուսը, բայց քո զարմանալը, որպես արվեստագետ, բան է ծնում, մտահոգվում ես դրանով, որ ծնես այս սայաթանգը։ Արթուր, այսօր մենք հանդիպեցինք պատահական, պատրաստից տրվեց հարցեր ու դու շատ փիլիսոփայական պատասխաններ ես տալիս։ Կարծես սրա շուրջ երկար մտածել ես, որտեղից է գալիս քո շնորհքը, խոսելու շնորհքը։ Ընդհանրապես մանկավարժներն են լավ խոսում, այդպես է ասվում։ Որպես մանկավարժ ես 93 թվականից դաս եմ տալիս, ընդ որում սկսել եմ աբիտուրենտների հետ պարապելով եւ ուսանող էի, բայց որևիցե մի շնորհ Իրանից է։ Պարզապես մի բան ասեմ, ես 7 ամսեկանից եմ խոսել։ Խոսալու շնորհը մարդը պետք է իր մեջ հարցեր ունենա։ Մարդը իր մեջ ինչքան շատ հարց ունեցավ, այդքան կմտածի։ Երբ որ դու հայեցողության քո աչքից ներս հարցերի պատասխան փնտրող ես, իսկ արարող մարդը այդ ճանապարհով է գալիս։ Դու ունես երկու տարբերակ, չէ, մարդը ունի երկու բան, որ կարող է անել, կամ խոսել, կամ անել։ Քչերին է տրված երկուսը իրար հետ, բայց իրատվածն է։ Ես այդտեղ մի քիչ չեմ տեղավորվում, բայց ասեմ, որ ինչպես մեր մի հարցազրույցի ժամանակ ասեցի, եւ կրթությունը եւ ապրած կյանքը լիաթոք ապրած կյանքը։ Կապ չունի դժվար է եղել, հեշտ է եղել, ոնց է եղել, մարդը երբ որ լիաթոք ապրում է իր կյանքը, չի ափսոսում ժամանակի մասով կամ չի ասում, այսպես լիներ ավելի լավ էր, այսինքն իր վրա վերցնում է իր խաչը, ինքը խոսալու ունակ է։ Ով որ իր խաչը իր ուսերի վրա տանում է, ինքը ունակ է պատմել դրա մասին։ Ով որ չի խոսում, ինքը իր խաչը իր ուսերի վրա չի զգում, չի ճանաչում։ Արթուր, շնորհակալ եմ այս հետաքրքիր եւ բովանդակալից համապատրաստի զրույցի համար։ Եվ հուսամ նորից կունենանք հանդիպում։ Ունես ասելիք մեր հասարակությանը, հանրությանը, ակնհայրներին։ Մենք արդեն մոտ 50 ավել տարի է խճճվել ենք լրատվության մեջ։ Մոռանալու արվեստի մասին, հոգևորի մասին, հավատի մասին, Աստծու մասին։ Ու շատերիս համար, անգամ արվեստագետների շրջանում, ինչ-որ բան ասելը դարձել են ամենը հանրայնացման ճանապարհին հերթական քայլը, երբ որ մարդը չի մտածում ավելին ասել, կամ ավելին անել, հա, երկուսը իրարից բխում են։ Մենք մեծ դասախոս ունենք, Շիրվանյան Նելսոնը, առաջի կուրս էինք մի բան ասեց, պատկերացրեք, որ դուք մի հեքիաթում եք ապրում, որտեղ ամեն ասած երկու բառից հետո ձեզ գնդակարելու են, եթե լավ բան չեք ասում, կամ հակառակը։ Հետագայում, երբ որ մի քիչ արդեն տարիքս առա, Սուրբ Հայրերն են ասում, որ պատկերացրեք, որ դա ձեր վերջին օրն է, մինչև այդ փորձեք ձեր ասելիքը ասել, ու մարդկանց տալ էլի են ինչ-որ պտի տակ, կամ անել, որովհետև, չգիտես, կքնես կարթնանաս, թե ոչ, մայրս ասում է, Աստծու հետ խոսի քնելուց առաջ, որտեղ չգիտես մինչև լուց ինչ կկատարվի։ Գյումրեցիներն ասում են, չգիտես մինչև լուց ում ճրակը կմարի, ում ճրակը կվարի, մենք այդ շատ բաները չգիտենք։
Այդ նույն հեքիաթի մասին էր խոսքը, որ փաստացի ավելացնելիքս մի բան է։ Մենք այս 50 տարիների ընթացքում թուլացել ենք ազգային ոգին ջրատելու ամենակարճ տարբերակը լրատվական խորխորատներ իրադարձությունների մեջ ներքաշելն է։ Դրանից մի փրկություն կա։ Արվեստն է, մշակույթը, կինոն, գիրքը, ազգային ոգի ասածը ունի իր բետոնները, հիմքերը, ֆունդամենտ ասածը, ու իրանք հայկայելու համար պետք է կամ նոր գաղափարներ, նոր մեթոդներ, նոր ֆինդի ֆլուշկեք լցնես, կամ լրատվական դաշտ ներքաշես։ Մեր փրկությունը դա չէ, մենք այդպես թուլանալու ենք։ Դրա համար են ազգային ինքնությանը ուշադրություն դարձնում ժողովուրդները եւ ազգերը։ Այդ ամեն ինչի մեջ այդ երկուսը չկան, հա, կամ տարբեր իրադարձային երևույթների կամ դրա շահկապված շղթայական վիճակի մեջ ներքաշելի չկա։ Ու մեր ճանապարհը մեկն է։ Շատերը դրան ասում են ակունքներ, հա, այդ ակունքները ուրիշ թեմա է, այդ մինչև Արատայի քրմերը ճանապարհը։ Գիտնականները այսօր գնում են տեղ, բայց մենք գոնե կարող ենք արվեստագետներս այսօր այլընտրանք առաջարկել։ Արվեստ, հավատ, մշակույթ, գիրք, ու այդ ամբողջի հետ նաև ապրելու արվեստ։